ան վստահեցուց իրենց, որ ինք իրենց հետ պիտի ըլլա։ Այս ձանր խոսակցությունը աշակերտներուն տվավ դխուր սիրտ։ Հիսուս տեսավ անոնց դրդմությունը։ Աղեք է ցեզի, եթե ես երթամ, քանզի եթե ես չերթամ, մխիթարիչը ցեզի չի կար։ 7-րդ համարը։ Ինչու ադիգա ավելի լավ էր։ Հիսուսի նպատակը այս աշխարհ գալուն մեռնիլ էր եւ իր կյանքը շատերու համար իբր բրգանք տալու։ Երբ ասիգա գդարվեցավ, անգրգին վերադարձավ հորոքով։ Երբ Հիսուս մարդացավ, ան ինքզինք սահմանապակեց գտնվելու մեկ տեղ, մեկ ժամանակի մեջ։ Սուրբ Հոգին գրնա ամեն տեղ գտնվիլ միաժամանակ։ Սուրբ Հոգին պիտի ըլլա մխիթարիչը եւ ան պիտի կա մեր կողքին գադարելու զանազան հադուկ ծառայություններ։ Ան մեզ կհանդիմանե մեղքին համար։ Հետապնդող փաստաբանի մպես Աստծո Հոգին կներկայացնե ապացույցներ քու սրդիդ մեջ, որոնք քեզ կօգնեն մեղքեն դառնալու եւ քեզ գարաշնորհթե Հիսուս Քրիստոսի հավատալու։ Ան մեզ կհանդիմանե արդարության համար։ Հիսուսի հարությունը ոչ միայն կբացեցնե մեր մեղքերը, այլ նաև կավելցնե մեր արդարությունը։ Ան մեզ կհանդիմանե դատաստանի համար, աշխարհը կնմանի անցիմը, որ կսպասե մահվան շարքին մեջ, Սուրբ Հոգին մեր ուսուցիչը մեզ կառաջնորդե ճշմարտության մեջ։ Ան գարնե Աստծո խորունկ բաները եւ մեզի ցույց կտա բանը, որ ինք միակն է, որ գրնար ընել։ Առաջին Կորինթացիս 2:9-10։ Հիսուս ըսավ իր աշակերտներուն, որ մոտ ադենեն անոնք պիտի բաժնվին, բայց ան խոստացավ, որ ինք անոնց պիտի կար Սուրբ Հոգիին անձնավորությամբ։